Անդրադառնանք նաև առաջիկա ընտրությանը, սրանք արդեն պատրաստվում են ընտրությանը։ Դուք ինչ մտադրություններ ունեք, նորից փորձելու եք գնել դիտել։ Ուրեմն ես ոչ թե փորձելու եմ, օրենքով ես եմ։ Տեսեք, ես փաստաթուղթ ձեզ ցույց տամ նորից։ Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ-քրեական դատարանի աշխատակազմի կողմից տրված ինձ փաստաթուղթ, որը հստակեցնում է, փաստում է, տրված է տուժող ՀՀ նախագահի պաշտոնակատար, նախագահ ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանին։ Համարակալած ՀՀ ԴԴ գիծ 8 գիծ Է 22879 դրոպ 115 ԵԿԴ 158 11 գործ 04 նոյեմբեր 2015 թվականին։ Հարգելիներս, ես հանդիսանում եմ նախագահի օրինական պաշտոնակատար։ Միակ մարդն եմ ես, որը բողոքարկել է նախագահական ընտրությունները, ներկայացնելով, հանելով ջրերես այն բոլոր հանցագործությունները, թե ներպետական, թե միջազգային օրենքներով, նորմերով խախտված հանցագործությունները, որը 100-ից ավել են, որի հիման վրա Հայաստանի Հանրապետություն կոչվող այսօրվա համակարգը օրինական չէ։ Նրանք բոլորը հանցագործներ են, պետական դավաճան միջազգային հանցագործներ։ Եվ իդեպ որևիցե համակարգ դա չի հերքել։ Չի հերքել։ Ես եմ հանդիսանում նախագահի պաշտոնակատար։ Այդ հասկանալի է դա։ Ներողություն, օրենքի սահմանված կարգով որոշման բողոքարկումը կասեցնում է որոշումը ի կատար ածելը։ Ես դա բողոքել եմ, մինչև համապատասխան որոշում չկայացվի, որ տվյալ ՍՍՍՐ-ից հիմնավորումները օրինական են կամ անօրինական չեն, որևիցե համակարգ իրավունք չունի գործել։ Ես տվյալ հանգամանքները, հիմքերը ներկայացրել եմ եւ ոչ միջազգային կառույցները։ Իդեպ ասեմ, այս բոլոր միջազգային կառույցներն էլ ես ներկայանում եմ որպես նախագահի պաշտոնակատար։ Դե թող մեկը դուրս գա դեսպանատներից սկսած, միջազգային կառույցներից, ինչպես նաև դատախազություններից, համակարգերից, որ ասեն դուք իրավասու չեք չընդունեին, չէին պատասխանում։ Բնականաբար։ Հիմա տվյալ գործի մեջ, տվյալ գործով դատարանի բանով, ելի ես նորից ցույց տամ ձեզ, ես մտել եմ որպես նախագահի պաշտոնակատար։ Հեսա ներկայացնեմ փաստաթուղթը վերևով, որը հստակ ասում է որպես նախագահի պաշտոնակատար եւ ի սկզբանե եւ ներկայացրած պաշտոնական փաստաթղթով։ Ես հանդիսանում եմ նախագահի պաշտոնակատար։ Բացի ինձանից որևիցե մեկը իրավունք չունի նախագահական ընտրություններին մասնակցություն ունենա։ Օրենքով, բայց քանի որ օրենքը չի աշխատում, դուք ստիպված եք լինելու նույնիսկ մասնակցություն ունենալու են պարտադիր եւ որևիցե մեկը իրավունք չունի ինձ հետ մասնակցություն ունենալ, որովհետեւ մինչեւ իմ մասնակցությամբ չորոշվի նախագահի կարգավիճակը, որևիցե գործողություն, գործունեություն, ընտրություն, վճիռ, պայմանագիր օրինական չի։ Ես օրենքն եմ ասում, եթե մենք պետություն ենք, եթե մենք միջազգային այս պայմանագրերը կնքել ենք եւ պարտավորություն ենք ստանձնել, օրենքները կիրառենք, դե թող այդ միջազգային կոչեցյալ համակարգերն էլ համապատասխան հսկողություն իրականացնեն եւ ճշտեն։ Եթե ես եմ սխալ, թող իմ նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկեն, պատասխանատվության կանչելու։ Եթե ոչ, ուրեմն թող իրենք համապատասխան միջոցներ ձեռնարկեն այս տականքներին, պետական դավաճանների միջազգային հանցագործներին պատասխանատվության կանչելու։ Ուրանի գործը, իդեպ ասեմ, ամսի 17-ին ժամը 11-ին նշանակված է դատականությունը, ազգին, ամբողջ հայությանը, Սփյուռքին կոչ եմ անում, միացեք, սրանց պատասխանատվության կանչել։ Ովքեր չմիացան, ուրեմն նույն խաղի մեջ են, նույն տականքներն են, նույն թրքական ջուդական գործակալներն են, պարզապես որոնք կապիկություններ են անում։ Հիմա Սասնա ծուր կլնի, ես իմ ինչա ծուր կլնի, ոնց կլնի, կոնկրետ հիմքերով հնարավորություն է ստանձնված միջազգային այդ բոլոր կառույցներին պարտադրել, պարտավորեցնել սրանց պատասխանատվության կանչելու։ Ընդհուպ գնդակահարություն։ Ուրանի վաճառքը թուրքերին, անգամ թուրքերին չներում չներ, սա փաստ է, որի հիման վրա նորից եմ ասում, սա միջազգային հանցագործություն է, որի հիման վրա Սադամ Հուսեյնին կախաղան հանեցին, ամբողջ պետությունն է տագնում, մեզ պետությունը տագնու վրա պետք չի։ Մեզ պետք է, որ այս պետական դավաճանների միջազգային հանցագործներին միջազգային բոլոր նորմերով, օրենքներով պատասխանատվության կանչել։ Հիմա եթե պատասխանատվության չկանչեցին սրանց, ես բոլոր հիմքերը ներկայացրել եմ, ուրեմն առաջին